Ողջույն, մենք NG Minds թիմն ենք, եւ այսօր ներկայացնում ենք շախմատ, որ միավորում է խաղը, ճարտարապետությունը եւ հայկական մշակութային ժառանգությունը։ Մեր գաղափարի հիմքում ընկած են երկու հիմնական խորհրդանիշները՝ Որդան Կարմիրը եւ հայկական ճարտարապետական սյունը։ Որդան Կարմիրը հայկական մշակույթի ամենահին եւ արժեքավոր գույներից մեկն է։ Դարեր շարունակ այն օգտագործվել է ձեռագրերում, գորգերում եւ արքայական հանդերձներում, դառնալով ուժի, կյանքի եւ ազգային ինքնության խորհրդանիշ։ Մեր մյուս ոգեշնչումը հայկական ճարտարապետական սյունն է, որպես ուժի, կայունության եւ հավասարակշռության խորհրդանիշ։ Օրինակ ենք վերցրել Գառնու հեթանոսական տաճարից եւ Զվարթնոց տաճարից։ Երբ բացում ենք շախմատը, տեսնում ենք փոքրիկ ճարտարապետական տեսարան։ Խաղաքարերը մագնիսների օգնությամբ դասավորված են տախտակի ներսում։ Տախտակը նույնպես նախագծված է սյան տեսքով, հիշեցնելով խաղաքարերի կառուցվածքը։ Նախագծում յուրաքանչյուր խաղաքար ունի յուրահատուկ եւ գաղափարական լուծում։ Սկսենք զինվորից։ Զինվորը շախմատի թեև ամենափոքր, բայց եւ ամենահամար խաղաքարն է։ Նրա գլխի հատվածում առանձնացրել ենք անցք, եւ երբ զինվորը հասնում է վերջնակետին, նա կարող է դառնալ թագուհի։ Ընդհանրապես անցքի ներսում տեղադրվում է թագուհու թագի դետալներից, եւ այն հստակ տարբերվում է մյուս խաղաքարերից։ Հատուկ նշանակություն ունի նաեւ թագավորի խաղաքարը։ Շախմատում առանց թագավորի խաղ գոյություն չունի։ Թագավորի խաղաքարը կառուցված է մոդուլային սկզբունքով, լեգոյի նման, եւ նրա խաչը հանդիսանում է կառուցվածքի առանցքային մասը։ Երբ խաչը դուրս է գալիս, թագավորի խաղաքարը բաժանվում է մասերի։ Այս խաղաքարերը խորհրդանշում է Հայաստանը, կենտրոնը պաշտպանված, սյուները կանգուն եւ ամեն մի քայլ պատմություն է պատմում, ինչպես մեր մշակույթը։ Հիշեցնենք, որ մենք NG Minds թիմն էինք։ Ձեզ հետ էին Լարիսան եւ Մանեն։ Այժմ դիտենք անիմացիոն տեսահոլովակը։